պարոն Նազարյանը այստեղ ապրել է իր կյանքի վերջին տարիները։ Չնայած որ դուք ձեր խոսքում ասեցիք, բայց կուզենք որ մի երկու բան նորից ասեք, հա, իրենց հետ կապված։ Ասեմ, ընդհանրապես չկա Հայաստանում քիչ թե շատ հայտնի իրավաբան, որը չիմանա Վլադիմիր Նազարյանին, եւ ոչ միայն իրավաբան, որովհետեւ պարոն Նազարյանը մեր երկրում եղել է ոչ միայն իրավաբան եւ հայտնի գիտնական, նա եղել է երկրի գլխավոր դատախազը, շատ ճանաչված մարդ է եղել, առաջին սահմանադրության մեր մշակման աշխատանքների ակտիվ դերակատարներից մեկն է եղել եւ բացի այդ ամեն ինչից ինքը արտասովոր մարդ էր, ինքը սովորական մարդ չէր, թե իր ինտելեկտով, թե մտքի թռիչքով, թե իր ֆանտաստիկ հումորի զգացումով եւ հետ դուք կարծում եմ այս մթնոլորտը, որ այսօր կար նկատեցիք, բոլորը շատ ուրախ էին այս կապակցությամբ եւ բոլորը միաբանան ասում էին, որ թերևս ուշացած է այս ամենը։ Այո, դա ճիշտ է, որովհետեւ մենք պարտավոր ենք մեր հայտնի մարդկանց, մեր մեծերին, որոնք ժառանգություն են թողել մեզ որևէ ոլորտում, դա կլինի մշակութային, դա կլինի գիտության կամ այլ բնագավառում, մենք պիտի գնահատենք, որովհետեւ այդ գնահատումը տալիս է մուլտիպլիկացիոն էֆեկտ, այսինքն մարդը պիտի իհարկե մեծ մարդիկ չեն ակնկալում, որ ինչ որ բան անելուց գնահատվելու են, բայց հասարակությունը պարտավոր է դա անել, դա շատ կարևոր է։ Կուզենայի ձեր կարծիքը իմանալ, որպես նա մեր առաջի սահմանադրության հեղինակ, նա ըստ ձեզ կողմ կլիներ այն փոփոխություններին, որոնք այսօր նախատեսված են, մասնավորապես խորհրդարանական համակարգի անցմանը։ Այն ժամանակ նա չէր խորել այդ մասին։ Իրեք շատ բարդ հարց եք տալիս, ենթադրել, թե մարդը առավել եւս, որը վաղուց արդեն մեզ հետ չէ, ինչ կարող էր մտածել այսօրվա իրավիճակի կամ ինչ որ քննի վերաբերյալ։ Բայց փորձեմ պատասխանել հարցին, որովհետեւ իրականում ճանաչել եմ մարդուն եւ բավականին շատ առիթ եմ ունեցել շփվելու եւ նույնիսկ աշխատելու իր հետ տարբեր հարցերով։ Ես կարծում եմ, որ պարոն Նազարյանը ուներ մտքի այնպիսի ճկունություն, որ նրա համար որևէ գաղափար, որևէ միտք, որևէ իդեա, որը կարող է քննարկման առարկա դառնալ, չէր կարող միանգամից մերժվել։ Նա մտածող մարդ էր եւ կարող էր ցանկացած գաղափար դարձնել անալիտիկ վերլուծության առարկա եւ փորձել դրանից ողջամիտ հատիկները, առողջ հատիկները գտնել։ Նա ակնարկել է այն ժամանակ թեկուզ եւ ակնարկի տեսքով խորհրդարանական համակարգի մասին կամ միգուցե մտորել է դա եւս ընդգրկել սահմանադրության հիմքում։ Ես կարծում եմ, որ այս ինչ է մտածել Նազարյանը Չէ, դες հետ կիսվել է, խոսել է։ Չէ, կոնկրետ թեման բնականաբար չի քննարկվել, բայց նորից եմ ասում, ինքը պատկանում էր այն մտավորականների շարքին, այն մտածողների շարքին, որոնք իրենց շռայլություն չեն կարողանում թույլ տալ որևէ գաղափար առանց մտածելու եւ առանց վերլուծելու մերժել։